Ուրեմն այսօր ուզում եմ խոսամ քրիստոնեական հոգևոր կյանքի մասին, ինչպես նաև մեր պարտավորությունների մասին։ Ուրեմն հավատացյալները այս կյանքում թե ֆիզիկական կյանք ունեն եւ թե հոգևոր կյանք ունեն։ Այս մարմինի մեջ քանի որ մենք ապրում ենք ֆիզիկական կյանքում, դա մահկանացու է, ժամանակավոր այս երկրի վրա։ Մեր ֆիզիկական կյանքը եւ հոգևոր կյանքը աճման, զարգացման կարիք ունի։ Ուրեմն հոբի 1:14-ի 1-ում հոբը այսպես է ասում. կնոջից ծնված մարդը կարճ կյանք ունի եւ այն լիքն է նեղություններով։ Աստվածաշունչը մեզ սովորեցնում է, որ մահ գոյություն ունի ու մահից հետո կյանք գոյություն ունի ու այդ կյանքը փառավոր է։ Երբ որ Հիսուս Քրիստոսը խաչվեց, խաչելությունից հետո հարություն առավ, ողջ քրիստոնեական աշխարհի համար բացառիկ երևույթ է իրեն հարությունը, որովհետև ամեն մի քրիստոնյա դրան էր սպասում, հասկանալով, որ կյանքից մահից հետո կյանք գոյություն ունի։ Եվ Հովհաննեսի 11:25-ում ասում է. Ես եմ հարությունը եւ կյանքը, ով հավատում է ինձ, թեև մեռնի, պիտի ապրի։ Մահանալուց հետո այլևս ոչ ոք չի ունենալու Աստծո կողմից այդ փրկության պարգևը, այսինքն միջև մահանալը մեզնից յուրաքանչյուրը պետք է ապաշխարի, խոստովանի իր մեղքերը ու Աստծո հետ հաշտված նոր այս կյանքին հրաժեշտ տա։ Մի բան հիշեցի, մի երիտասարդ մոտիկանում է հովին, ասում է հովիվ, ես երբ պիտի ապաշխարեմ, հովիվ զարմացած ասում է դե գնա ջահել կյանքդ վայելիր, մահվանից առաջ կգաս, քո մեղքերը կխոստովանես, քո համար աղոթ կանենք եւ հոգիդ կավանդես։ Ասում է հովիվ ջան, բայց ես չգիտեմ երբ է մահանալու։ Հովիվն էլ ասում է հիմա է ժամանակը եւ հիմա է ընդունելության օրը։ Սամոս 95:7-ում եւ Եբրայեցիների 3:15-ում ասում է եթե այսօր անոր ձայնը լսեք, ձեր սրտերը մի խստացրեք կամ մի կարծրացրեք։ Ուրեմն ստեղից պիտի հետեւություն անենք, երբ որ Աստծո ձայնը լսում ենք, պետք է խոնարհվենք ու մեղքերի թողություն խնդրենք։ Սիրելի եղբայրս եւ քույրս, բանաձևը շատ պարզ է։ Կյանքը ընտրեք, որպեսզի ապրեք։ Այս քրիստոնեական կյանքում շատ գայթակղություններ են լինում։ Ուրեմն մեր զբաղմունքները խանգարում են, որպեսզի հոգևոր կյանքում մենք աճ ունենանք։ Աշխարհիկ իմաստունների համար այս կյանքը ժամանակը իրենց համար ոսկի է։ Իսկ քրիստոնյա զավակների համար իմաստալից ապրած կյանք պիտի ունենանք։ Եփեսացիների 5:16-ում ասում է ժամանակը ծախու առեք, որովհետև օրերը չար են։ Այս աշխարհի ցանկությունները, գայթակղությունները սատանան այդ ամենը օգտագործում է, որպեսզի մարդկային հոգիները կործանելու նպատակով օգտագործում այդ բոլոր առիթները։ Ու շատ դեպքում մեզ դրդապատճառ է հանդիսանում այս աշխարհի հարստությունները, այս աշխարհի հաճույքները։ Նամանավանդ հարստությունների մասին ես կուզեմ կանգ առնեմ առաջի Տիմոթեոսի 6:9-10-ը ինչ է ասում։ Իսկ նրանք, որ կամենում են, որ հարստանալ, փորձության ու որոգայթի մեջ պիտի ընկնեն, որովհետև ասում ամեն չարիքի սկիզբը արմատը դա արծաթասիրությունն է, փողը, դրամը, որը ոմանք դրան անձնատուր լինելով հոգևոր կյանքից մոլորվում են։ Ցավալի է, բայց իրոք մեր այս աշխարհի կյանքում շատ մարդիկ տրվել են դրան ու իրոք այդ կյանքից, այդ փառավոր կյանքից զրկվել են։ Մի սիրեք աշխարհը ու ինչ որ աշխարհի մեջ է։ Կամ Առակաց 38 համարում ասում է Տեր Աստված, ինձ հարստության մի տար եւ աղքատության մի տար, իմ ամենօրյա հացովս ինձ կերակրի։ Իրոք մենք մեր ամենօրյա աղոթքը
դա պիտի լինի։ Աստված մեզ պահում պահպա, մենք դեռ չխնդրած, Աստված մեր կարիքները հոգ հատանում։ Առավել ևս եթե մենք խնդրենք, ինչպեսի մեծ բան կլինի մեր կյանքում։ Երբ որ խորում ենք Քրիստոսի կյանքը, տեսնում ենք, որ իր կողմից խոնարհությունը, ծառայությունը, պաշտամունքը, զոհողությունը, սրբությունը, սրանք այն անհրաժեշտ 5 քայլերն են, որոնք քրիստոնեական կյանքի համար որպես ուղեցույց են լինում։ Մենք գիտեք, Սամսոնից ուժեղ չենք, Սողոմոնից իմաստուն մարդ չենք, Հովսեփից այդ խոնարհությունը ու համբերությունը չունենք, Դավիթի հավատարմությունը չունենք, վստահությունը չունենք, բայց երբ որ քնում ենք այս հավատքի հերոսների կյանքը, տեսնում ենք, որ իրենց կյանքի ընթացքում իրենք ունեցել են հաղթանակներ, ունեցել են պարտություններ, ապրել են վայելքներ, վայրեջքներ, բայց Աստծով իրենց առջև դրված խնդիրը կարողացել են պատվով կատարել եւ արժանացել են փառած պսակին։ Եկեք մենք ոչ թե մենք ինքներս մեզ վստահենք այս ճանապարհը, որ ընթանում է ու տանում է դեպի երկնքի արքայություն, եթե մենք ինքներս մեր ուժերին վստահենք, ապա նավաբեկության կենթարկվենք։ Բայց եթե խաղաղության Աստվածը Հիսուս Քրիստոսը լինի մեր նավավարը, ապա մեզ խաղաղությամբ հանգրվանին կհասցնի։ Գիտեք, շատ դեպքում բոնկի խոսքերը հիշեցի, Աստծո խոսքը վկայելու կապակցությամբ, ասում է, եկեղեցու պատերից դուրս պետք է մենք Աստծո խոսքը պատմենք, վկայենք։ Ասում է, երբ որ ուզում ես ձուկ որսալ, ցանցը չես գցում լոգարանի մեջ, լոգարանի մեջ ձուկ չկա։ Ձուկ բռնելու համար ցանցը պետք է գցես գետերի մեջ, ծովերի մեջ, որտեղ բյուրավոր ձկներ կան։ Հիմա եթե եկեղեցու ներսում սկսենք Աստծո խոսքը վկայելը, ապա այստեղ 5-10 հոգի չապաշխարած մարդ կարող է լինի, բայց եկեղեցից դուրս դրա թիվը բյուրավոր է, հազարավոր ու նույնիսկ 10 հազարավորների է հասնում։ Մեր նպատակը որ մեկն է, որպեսզի մենք կարողանանք Աստծո խոսքը տարածենք։ Սիրելիներս, ամենակարևորը Աստված մեզ ուղեղ է տվել, որ ինչ որ տեսնենք, ինչ որ լսենք, խորը մտածենք, նոր նրանից հետո մեր բերանները բացենք։ Ուրեմն, եթե մենք այսօր այստեղ Աստծո խոսքը լսում ենք, ուշի հիշով լսելով, մենք պետք է կարողանանք այդ խոսքը փոխանցենք մարդկանց ակնածանքով, զգոնությամբ, ուրեմն Առակյաց 13:3-ում ասում է, իր բերանը զսպողը իր անձը կպահե, բայց շուրթուղները լայն բացողը պիտի գործվի։ Հակոբոսի 1:13-ը ասում է, ամեն մարդ թող արագ լինի լսելու մեջ եւ ծանր խոսալու մեջ, ծանր բարկանալու մեջ, որովհետեւ բարկացող մարդը Աստծո արդարությունը չի կատարի։